Այսօր մեզ միացել միջազգային եկե Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ։ Դավիթ։ Բերեք հենց սկզբից առանցքայինը քննարկենք։ Հայ-ռուսական լարվածությունը ժամանակավոր է թե խորացող։ Կարող է եւ ժամանակավոր բնույթ լինի եւ կարող է շատ հարցը կիսատ առհասարակ որ կա շատ լուրջ ջրբաժան հարաբերություններում խորացող ջրբաժան, այդ դա փաստ է եւ օրեցօր գնում է ու կուլմինացիան ըստիս մենք կտեսնենք ընտրությունների օրը։ Ինչու՞ չէ նաեւ ընտրություններից հետո նաեւ նայած ինչպիսի վերջնարդյունք կունենանք այստեղ։ Հասկանալի է, որ ցայտնոդի երևույթներ կլինեն, քենապահություն կլինի, որոշակի լարված միջավայրը արդեն իսկ կա, դրան կնպաստի ել ավելի այսպես կրակին, բան լցնելը, բենզին լցնելը, որտեվ երկկողմ հարաբերություններում ինչ խոսք կա լուրջ ճգնաժամ, ու այդ ճգնաժամը հիմա նոր թափ է ստանում, ընդ որում, գիտեք, կառավարելի է առհասարակ։ Կառավարելի ճգնաժամ է, նման ճգնաժամեր ունեցել է Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հետ, նույն գյուղմթերքի արգելք, հիշում եք, հայտնի դեպքեր անցած տարվա, բայց դա տևեց մոտ չբոլորեց մեկ ամիսը։ Հիմա համենայն դեպս հասկանալի է, որ ներքաղաքական կյանքը իրենց համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար նայած ինչպիսի Ադրբեջանը կորցրել են, Վրաստանը կորցրել են, հիմա կարող է կորցնել։ Դե հերթը Հայաստանի Հանրապետությունն է ստացվում, Հարավային Կովկասում միակ հանգրվան է, այսպես ասած, եւ միակ օթյագը, որը որ կար, որը որ վստահելի է։ Թողտեր լինեին հանգրվանին, էլի ոնց որ պահանջում։ Դե դա արծի մյուս կողմն է, հա։ Հարցը կարևոր կողմն է։ Շատ կարևոր կողմն է։ Լավ, մի քանի օրվա մեջ մի քանի օրվա տարբերությամբ երկու հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Հայաստանի վարչապետի։ Դա էլ է խոսում այս լարվածությունը։ Դե հաշվի առնենք, որ մեկը ծնունդի շնորհավորանքեր ուղերձին հետ համատեղ պարզ առիթ էր ուղղակի ծնունդը շնորհավորել, այսօր էլ վարչապետը իր խոսքի մեջ ասեց, որ կնջրոտ հարցեր կան, բայց ես ավելի քան վստահ եղեք հարգելի ժողովուրդ, որ ես դրանք լուծող եմ։ Ամենայնպես ինքնավստահ այսպես հարդարեց, դա հարցը էլի մյուս կողմն է, թե արդյոք կլուծի, թե ավելի կբարդացնի միջպետական հարաբերությունները, բայց երբ վերջին իրադարձությունները Կրեմլյան հանդիպումից հետո տեսնում ենք եւ Ղազախստանի դեպքերը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջաններում, հասկանում ենք, որ այն մոդեցումը, որը որ ինչ որ տեղ հանդուրժողական այսպես դրսևորում էր, այլ այս պահին ավելի կտրուկ ուլտիմատումային է։ Ես ավելի քան վստահ եմ, որ անգամ այն որոշումը, որ կայացավ Ղազախստանում, իդեմս այն որոշման, որ 2026 թվականի դեկտեմբերին հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր կորոշեն Հայաստանի ԵԱՏՄ մնալ չմնալու հարցը, ընդ որում այստեղ եւս մի հատ խնդիր կա։ Ձևակերպումը ինքնին սխալ է, որովհետև նման կառույցը իր կանոնադրության մեջ չունի Հայաստանին անգամ կոնսենսուսի արդյունքում ներքին քվեի միջոցով դուրս հանելու որևէ ռեժիմ ու մեխանիզմ, այստեղ միակ ելքը, երբ որ երկիրը ինքնակամ է հրաժարվում դուրս գալիս եւ այս մասով ավելի շատ պետք է քաղաքական ճնշումներ բանեցնեն, որ Հայաստանը ինքնակամ դուրս գա ու իրենք այստեղ նույն խոսույթով են հանդես գալիս, ինչպես որ անցած տարի հայերս։ Ну, գործող իշխանություններ ասում են։ Վարունգ, Լոլիկ, Ծիրան, բացի դրանից, չէ, այստեղ ուրիշ մի հատ քաղաքական երանգ կա, նուրբ երանգ կա։ Իրենք խոսում են այնպես, ինչպես մենք ենք ժամանակին արձագանքել։ Հապկի մասով հիշում եք հայտնի հայտարարությունը, որ ասում էր մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները, ընդ որում որ քաղաքական նման կարգավիճակ ստատուս գոյություն չի կամ դուրս ես գալի կամ մնում ես։ Հիմա իրենք էլ ասում են, դե որ այդպես է, մենք էլ չենք կարող ձեզ դուրս հանել։ Մենք էլ կսառեցնենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Ով է դուժելու հայկական տնտեսությունը, հայկական գյուղմթերը, բայց այդտեղ էլ ուրիշ պատկերի առաջ է։ Միայն հայկական տնտեսությունը չի դուժում։ Նախ մի հարց, որ երբեք այս կոնտեքստում չի շրջանառվում, չի խոսում, դա այն է։ Մենք ԵԱՏՄ-ում մեր կամքով ենք հայտնվել, թե պարտադրել են։ Դե գիտեք, ընդհանրապես մեկ գիշերվա քաղաքականություններ։ Պարտադրել են, այսինքն։ Եթե ամբողջ ուղեգիծը քաղաքական գնում էր Եվրոմիություն, ասոցացում էր, հա, եվրոպական հարևանության այն ժամանակ ավելի առարկայական էր։ Ավելի առարկայ եմ ասում, ու մի գիշերում հիշում եք, ամբողջ վեկտորը փոխվեց ու այդ նույն տրամը։ Հիմա հասկանալի է, որ ընդ որում ասեմ, գործող իշխանություններն է իդեմս վարչապետ Փաշինյանի հասկանում է, որ կտրուկ փոփոխությունների իրենք չեն կարող գնալ։ Նախ մենք որովհետև Եվրոմիությունը հստակ իր ուղերձում չկա որևիցե կետ, որ
անգամ շանս որպես մենք դիտարկենք։ Այսինքն Ռուսաստանը ասում է կամ մենք մեր քաղաքական մոնոպոլիան պահպանում ենք այստեղ, կամ ընդհանրապես ավելի դիվանագիտական պարամետրերով է դա ասում։ Այսինքն Ռուսաստանի հետ ցիվիլ երկկողմանի հարաբերություններ պահպանել հնարավոր չէ։ Իրենք բերում կապում են էլի ԵԱՏՄ շրջանակներ, միջպետական հարաբերությունները երկրորդում են։ ԵԱՏՄ ասում ենք հասկանում ենք, չէ՞։ Հասկանում ենք։ Տեսեք, իրանք ինչ են անում։ Այ ես ասեցի միտքս չավարտեցի։ Այստեղ շատ կարևոր բան կար։ Պաշտոնապես տեսեք իրենք ինչ դիվանագիտական լյուֆտ են ապահովել իրենց համար։ Իրենք ասում են հաջորդ կակատնաժողովին դեկտեմբերին հստակություն պետք է լինի, այսինքն տպավորություն է, որ Հայաստանը ընտրվել է մինչև դեկտեմբեր ժամանակ ու Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Եթե չկողմնորոշվի, իրենք որոշում կկայացնեն։ Բայց այստեղ ուրիշ բան կա։ Իրենց համար ինձանից ավելի լավ դուք գիտեք, որ Բրյուսելում էլ գիտեն, որ Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա ոչ այս առաջիկա առավել Մոսկվայում էլ գիտեն, որ չի։ Առավել եւս, չէ, ես իմ ասածին նրբերանգը ինչու՞մ է։ Իրենք այդ տալիս են, որպեսզի ցույց չտան, որ իրենք ճնշում են, բանեցնում, ուլտիմատում են կիրառում։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ նրանք այդ ամեն ինչը պայմանավորեցնում են ամսի 7-ի ընտրություններով։ Իրենց համար չափանիշը լինում է իրերը կոչենք իրենց անունները։ Հաստատի իրենք սպասում են։ Ոչ մի ԵԱՏՄ խնդիր էլ չկա, կա նախընտրական շահագրգռվածություն։ Դե անկեղծ մարդիկ ասել են իրենց նախընտրելի տարբերակը որն է։ Չնայած այդ մասով հանուն արտահայտության ասենք Միացյալ Նահանգներն է իրենց տարբերակն են առաջարկել ցանկալի կանդիդատի։ Հիմա այդ մասով բան չկա։ Խնդիրը այն է, որ տեսեք, ել եմ ասում, դիվանագիտական շատ հետաքրքիր մեխանիզմ են կիրառում իրենց ալիբին ապահովելու համար, որ տեսեք ճնշում չի բանեցվում, բայց իրենց համար ամսի 7-ն է իրենց համար այդ ցուցիչը, ոչ թե դեկտեմբեր։ Այդ դիվանագիտական ամբողջ այդ կոնյունկտուրայի մեջ իրենք այդպես են ձևակերպում, որ մենք սպասում ենք ձեր արձագանքի, բայց տեսեք, մենք չենք ուզում դուք դուրս գաք։ Հայտնի 4 երկրների ղեկավարների հայտարարություն համատեղ, գիտեք։ Հիմա այս մասով հասկանալի է, որ նրանք սպասում են, թե ինչ ներքաղաքական զարգացումներ ու կուլմինացիա տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք հիմա դրա սպասելիքով են։ Իրենք հիմա ուշ-ուշով հետևում են հենց այդ վերջնարդյունքին ինչա լինել։ Այսինքն, երբ Հայաստանի պաշտոնյաները վերջին անգամ Մհեր Գրիգորյանը Աստանայում ասաց, որ Հայաստանի արտաքին օրակարգում այդպիսի խնդիր չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու, միևնույն է, դա Մոսկվային չի հետաքրքրում։ Դա իրենց չի է, ոչ թե չի հետաքրքրում, իրենք ուրիշ բան են ասում են եղբայր, մեծ շտաբ պատասխան է պետք։ Այնպես չի, որ դուք հիմա կոմֆորտ եք, ձեր համար լավ է։ Շտաբ հանրաքվե է պետք, ոչ թե պատասխան։ Չէ, դե իրենք էլ դա առաջարկ ընդվորում ռուսական կողմինն էր, հիշում եք, էլի ասում էր չմիջամտելով ձեր ներքին գործերին, բայց լավ առաջարկ անում, թե եկեք դուք ձեր ժողովրդով ընտրեք։ Կարելի էր այդ նույնը 2013-ին էլ անել, ինչ։ Միանշանակ, այդ ժամանակ նման առաջարկ չեղավ։ Ու հայտնի գիտեք, հետկուլիսային դռներից այն կողմ ինչ գիշերային այդ որոշումն էր հայտնի։ Այստեղ չէ, խնդիրը այն է դրված, որ իրենք ռեալ նայում են, որ ամսի 7-ը իրենց համար պետք է ցուցիչ լինի։ Ես ավելի քան վստահ եմ, որ սլակները այդ օրվանից շեղվելու են լրիվ այլ ուղղությամբ, ճնշում, ավելի ճնշում, դեմպինգ, տնտեսական խնդիրների ստեղծել, հա, առևտրաշրջանառության դեմպինգ եւ այլ ու հազար ու մի տեսակ բան են կիրառելու։ Հա, եթե ընտրությունների արդյունքները չի համապատասխանի Մոսկվայի քիմքին, հա։ Եթե իրեն սրտով չլինի, այո։ Հա։ Եթե սրտով լինի, ոչինչ էլ չի եղել։ Ընդհակառակը ցույց կտան, որ զարգ են տալիս երկկողմ հարաբերություններին, ավելի կջերմացնեն հարաբերությունները, այդ նման արհեստական ոչ արհեստական խնդիրներ կվերացնեն, առևտրաշրջանառությունը բնականon հունի մեջ կընկնի, այդ էլ կկապեն, որ եկել է մի իշխանություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ բարեդրացիական, եղբայրական հարաբերությունների համատեքստում նոր շփումներ, նոր դիվանագիտական հարաբերությունների մեկնարկ է տվել, հետեւաբար զրո պրոբլեմ նոր իշխանությունների։ 8 տարի այս հարաբերությունները կային, չէ՞, այսպիսի բաներ չէին նկատվում։ Դե տեսեք, այստեղ գիտեք ոնց Մոսկվան բավականին հաշտ էր, բավականին սիրալիր։ Ես պարոն Մնացականյան, մի հատ մտավախություն ունեմ։ Գիտեք խնդիրը որն է, ես միշտ իմ հրաբարական ելույթներում այդ թվում ձեր հանկարծ այս ամենը բան չլինի։ Այո, այդ մեկ, հա, միտքը կարդում եք։ Եվ երկրորդը, ախր մենք միշտ տեսնում ենք, որ վերջում տուժում է ով։ Մեծ հաշվով էլի հայ ժողովուրդն է, հայ տնտեսվարողն է տուժում։ Այսինքն ուրիշ բան, երբ որ մենք ցույց ենք տալիս, որ այդ ծիրից դուրս ենք գալիս, մենք ինքնիշխան ենք, մենք այլ շուկաներ կա, որոնց հետ կարող ենք համագործակցել։ Բայց ուրիշ բան է, երբ որ այդ ժամանակատարության այդ մի этаպը մենք շատ լուրջ ֆինանսական միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրում, հատկապես հայ գյուղ տնտեսվարողը։
Խնդիրը այդտեղ են, տանապես իրանց քենապահությունը եւ վրեժխնդրությունը, բայց նաև դիվերսիֆիկացնելու հնարավորություն ենք ստանում տնտեսության։ Այո, Եվրամիության այս արտոնյալ պատուհանը, եթե իսկապես բացվի, որ հիմա հայտարարում են, չէ՞, բացվի։ Եթե իրոք գործի։ Այդ պատուհանում էլ կարելի է մնալ։ Եթե իրոք գործի, եւ եթե այդ տնտեսական չափորոշիչները, հաշվարկները այնպեսին կան, որ դրանով գոնե կակ մինիմում եթե չտուժենք, գոնե կշահենք, որտեղ տրանզիտի պակա, տեսեք, հիմա նույն պրոդուկցիան հայտնվել է ուկրաինական շուկայում, Թուրքիայով, Բուլղարիայով, Մոլդովայով եւ այլն, այսինքն տրանզիտը ժամանակատար ընդ որում, որ այդ պրոդուկցիան փչացող է, հա, թարմ բանջարեղենի մասին է խոսքը մթերքի։ Հիմա այս մասով խնդիր է։ Այսինքն անգամ եթե մենք ունենալու ենք նոր շուկաներ, հասանելիությունը ապահովում ենք, բայց այդտեղ գյուղմթերքի որակական հատկանիշի որակը գցելն է, ժամկետների մեջ չտեղավորվելն է, տրանզիտի լոգիստիկայի։ Դա գործիք չի Հայաստանին ճնշելու։ Միանշանակ տուժում է ով ժողովուրդը, հիմա իրանք գիտեք ինչ մեթոդ են կիրառում, իրենք կպնում են հայ ժողովրդի ջեբին ֆինանսական վնաս տալուն, որ ժողովուրդը այդ Մեդվեդևի հայտնի խոսույթը, Մեդվեդևն է, չէ՞, ասում էր, որ րոպեին գազը թանկանա, մտերքը թանկանա, ժողովուրդը ելնելու է Ռադանի այս իշխանությունը։ Նու իրանց տրամաբանությունը այդ դրա մեջ է։ Դա այն Մեդվեդևն է, որ նաև նախագահ է եղել, չէ՞, Ռուսաստանում։ Դե, հա? Դե, իր կտրուկ հայտարարություններով հանդերձ, ամենայն դեպս դա ընդունենք, որ դա նաև ռուսական դիրքորոշում։